կառավարությունը, Եվրոմիությունը այս հարցով ընդհանուր եկան, Եվրոմիությունը բոլոր պետությունները տվեցին հնարավորություն վիզաների ազատականացման ճանապարհով գնալ, սեպտեմբերին 2024 թվին լավ է, որ մեր կառավարությունը նաև ակտիվ էր այդ ոլորտում, անհրաժեշտ է դա մեզ պարզ է էտել այս ինտեգրացիոն process-ում նաև այդում քաղաքական դեպի եվրոինտեգրացիա գնալու ճանապարհով շատ կարևոր է, որ այս տարի փետրվարին ապրիլին Հայաստանում գտնվում էին փորձագիտական առաքելությունները Եվրոմիության կարիքները ուսումնասիրելու, հասկանալու ինչ պետք է, ինչով կարող են օգնել, ինչ պետք է արվի, մենք էլ պարզ է մեր կողմն էլ պետք է հասկանա, ինչ պետք է անի, որ այդ ճանապարհով գնան վիզաների ազատականացման հայտարարություն եղավ Եվրոմիության կողմից, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր կհրապարակվի, ուրեմն մեր կառավարությունը աշխատեց Եվրոմիության համապատասխան ինստիտուտների հետ փաստաթուղթ պատրաստեցին, կհրապարակվի, որ հասկանանք, երբ ինչ անենք, ինչ ժամկետներում եւ այլ, այդ անչափ կարևոր քայլեր են, մեր կառավարության կողմից արվեց նաեւ կարևոր քայլ, որ ընտրվեց ի վերջո տենդերի միջոցով, մրցույթի միջոցով, որ ընկերությունն է պատրաստելու մեր կենսաչափական անձնագրերը եւ ID քարտերը, ուստեղ իմ կարծիքով շատ կարևոր է, որ այդ ընկերությանը նաեւ տալիս են իրավունք բաժանման process-ում մասնակցել, այդ կենտրոնները որ լինեն, որ ավելի էֆեկտիվ այդ process-ը գնա, ավելի էֆեկտիվ գնա, այդ դրական կողմերը այդ process-ի, գնում է process-ը, դա լավ է, հիմա ինչ-որ առաջարկներ կապված այս process-ների հետ, նախ ուզում եմ ասել, որ մեր ուսումնասիրությունները, որոնք մենք նախկինում անում էինք, հիշում եք 2014 թվից ուժի մեջ մտած վիզաների հեշտացման պայմանագիրը Եվրոմիության եւ ռեադմիսիայի։ Այն ժամանակվանից մենք անում էինք ուսումնասիրություններ ու կարևորագույն բաղադրիչը, որը պետք է անպայման հիմա ուշադրություն դարձնել, դա մեր հասարակության իրազեկումն է այդ process-ներից։ Օրինակ, վիզա լիբերալիզացիայի հետ կապված բավական մեծ սպասելիքներ կան հասարակության մոտ, բայց պատկերացումը բավական այդպես պարզունակ է։ Եթե լիբերալիզացիա լինի, ուրեմն կարող ենք գնալ, մնալ, ինչ ուզենալ անենք։ Այդ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս։ Այսինքն դրական վերաբերմունք կա, բայց պատկերացում չկա, որ այնտեղ սահմանափակ process է, ազատականացումը իր մեջ պարունակում է պարտավորություններ եւ այլ։ Նաեւ այդ թվում դուք գիտեք, այդ ամեն կես տարի 90 օր կարող է լինել եւ այլ։ Ես հիմա չեմ խորանալու, բայց իրազեկումը պետք է շատ կարևոր մաս լինի այս process-ի, պարզ է, մենք պատրաստ ենք ստեղ օգտակար լինել եւ կառավարության եւ Եվրոմիության համար, բայց մարդկանց պետք է բացատրել։ Ես այսօրվա պրակտիկայով միջև լիբերալիզացիա հացնել կարող եմ ասել շատ ու շատ մարդիկ, ովքեր օրինական վիզա ստանում են, նորմալ մարդիկ, սկսում են խաղի կանոնները փոխել, տոմսերը փոխում են, հյուրանոցները փոխում են, հետո իրանց մերժում են, իրանց նեղանում են, իրազեկումը կարևորագույն բաղադրիչ պետք է լինի այդ process-ում։ Մյուս հարցը, որը ես համարում եմ անչափ կարևոր, նաև տեսփանը պարոն Մարաղոս ասեց տվյալների պաշտպանության այդ գործակալության հետ կապված։ Իրոք լավ է, որ մենք ունենք ինստիտուտ, որը բավական, գոնե մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, բավական անկախ է, ինչը շատ կարևոր է, բավական, բայց ակնհայտ է, որ պետք է ուժեղացնել այդ ինստիտուտը եւ մարդկային ռեսուրս, եւ ֆինանսական, եւ տեխնիկական։ Ես հույսով եմ, դուք գիտեք, որ այդքան արագ է զարգանում աշխարհը, որ այդ տեխնիկական հնարավորությունները կամ data protection-ի պահպանության հարցերը անընդհատ բարդանում են, ուստեղ պարզ է Եվրոմիությունը մեզ եւ կաջակցի ակնհայտ է, բայց այդ գործոնի վրա ուզում եմ ուշադրությունը դարձնել ու բացի դրանից ուսուցում։ Գիտեք, կան հոգեբանական պահեր, կան ավանդույթներ, օրինակ
սահմանների հետ կապված կառավարում հիմա դրական գիտեք տենդենսներ կան, օրինակ Զվարթնոց օդանավակայանում, ագարակ անցակետում Իրանի հետ, Թուրքիայի հետ փակ է սահմանը, բայց անցակետը հիմա միայն մեր սահմանապաններն են վերահսկում։ Դա շատ լավ է, մենք ողջունում ենք այդ կառավարում, բայց նաև պետք է մարդկանց հետ աշխատես։ Տարիներով, տասնյակ տարիներով սովորել ենք, որ կենտրոնը գտնվում է ինչ-որ մի այլ տեղում, չգիտեմ, Կրասնոդարում, թե որտեղ, ուրեմն պետք չի ամաչել, սովորել, բոլորս մենք սովորում ենք, հասկանալով, որ հիմա փոխվեց ու սահմանների կառավարման եվրոպական խաղի կանոնները էականորեն տարբերվում են, նոր են, ուրեմն եւ տեխնիկական հագեցում եւ կրթություն, կրթվել, ուսումնասիրել այդ հարցերը։ Ու վերջում ուզում եմ մեկ հարցի վրա ուշադրություն դարձնել, պարզա էլի շատ առաջարկություններ կան, բայց ես այսօրվա իրավիճակի հետ կապված, նաև նախարարը, արտգործ նախարարը Հայաստանի մի քանի օր առաջացեց ընթացիկ process-ում մենք ունենք խնդիրներ կապված վիզաների ստանալու հերթ կանգնելու հարցում։ Մենք հասկանում ենք, որ վիզաների տալ-չտալը որոշում են պետությունները, սուվերեն պետությունները, եվրոպական են, իրանց իրավունքն է, բայց հերթ կանգնել ու հետո պատրաստել փաստաթղթեր մտնել, այստեղ տեխնիկական խնդիր կա, ես հատուկ ուզում եմ ուշադրություն դարձնել մեր եվրոպական գործընկերների, գործը հասավ նրան, որ պաշտոնական մակարդակով էլ մտահոգություններ արտահայտվում են, մի քանի առանձին դեսպանատներ, ովքեր իրանց հյուպատոսության միջոցով տալիս են, ինչ-որ քայլեր արեցին, բայց օրինակ մենք փորձեցինք վիզաների կենտրոնների միջոցով մի շաբաթվա ընթացքում գրանցվել, չկարողացանք, մեզ ասեցին 5-ին դիմեցինք գիշերը 5-ին, ցերեկով 2-ին ու այդպես շարունակ։ Ես պարզ է դա քաղաքական հարց չի, մենք բոլորս հասկանում ենք, վերաբերմունքը Եվրոպայի մեր նկատմամբ մեզ զգում ենք, շնորհակալ ենք, բայց կան տեխնիկական հարցեր, պետք է մտածել դրա մասին, աշխատանքը գնում է, ողջունում ենք, բայց արանքում լինում են խնդիրներ, շնորհակալություն։